Ես կմոռանամ քեզ, դու ինձ, ու ամեն ինչ կանցնի կգնա։ Վերջ։ Ալո։ Աղջիկս, պիտի գազ ոստիկանություն։ Ինչի համար։ Այնը, որ քեզ բերել է հիվանդանոց ցուցմունք ա տվել եւ ձեր պատմածների մեջ կա անհամապատասխանություն։ Պատմելա։ Երբ։ Ինչ տարբերություն։ Կգամ։ Լավ։ Ինչի ինձ չասեցիր, ինչի խաբեցիր, չասեցիր, որ արդեն ցուցմունք ես տվել, այդ ինչ ես ասել, որ մեր պատմածների մեջ անհամապատասխանություն կա։ Լիզ, պապան ասեց գամ քեզ տանեմ իր մոտ բաժին։ Ես կգնամ։ Լիզա, եկել եմ որ գնանք։ Չէ, դու Ադելի մոտ մնա։ Լիզա ջան, Ադելի մոտ մարդ կա։ Հա, կներես, մոռացել էի, որ Մաշը էստեղ է։ Հով առավոտից ինձ լավ չեմ զգում, ինձ թվում է ջերմություն ունեմ։ Չէ, հակառակը Լիզ, սառն ես, ուղղակի դեմքիդ գույն չկա։ Հով խնդրում եմ արի դուրս գանք, մի քիչ ուշ կգանք, հա։ Լիզ, երկար չի տևի, մի երկու հարցի կպատասխանես, դուրս կգանք։ Չէ, ուղղակի համել ինձ լավ չեմ զգում, ու համել սոված եմ, ինչ-որ բան կուտենք, հետո ինձ լավ կզգամ, նոր կգանք։ Հիմա մարդիկ սպասում են, կմտնենք, կվերջացնենք, հետո կգնանք, Լիզ։ Այն տղան ներսում է։ Հիմա կկանչեմ կգաս աղջիկս։ Ամեն ինչ նորմալ է։ Մի նեղվի։ Ինչ ես մտածել։ Ես էլ կսպասեմ, որ տեսնեմ ով է։ Հով, ես քեզ բան պիտի ասեմ։ Ասա։ Արի։ Արի Լիզա ջան, արի նստի։ Բարև ձեզ, լավ եք։ Հա, շնորհակալ եմ։ Երևի չհիշեցիք ինձ, ես եմ ձեզ հիվանդանոց տարել։ Չհիշեցի։ Հա,
Ես այդ պահին ուշադիր չէի, դրա համար չեմ հիշում։ Լավ, կարևորը լավ եք։ Լավ։ Հիմա դուք երկուսով մի քանի հարցի կպատասխանեք ու արդեն ազատ եք։ Զգուշացնեմ, որ այս ամեն ինչը ձայնագրվում է։ Դե տղա ջան, լսում եմ։ Ոնց ես տեսել Լիզային։ Ես շատ պատահական անցնում էի մեքենայով, կանգնած էի կարմիր լույսի տակ։ Ու նկատեցի, որ մի աղջիկ հենված էր պատին, ձեռքը ամբողջովին արոնոտված։ Իսկ այդ ընթացքում այդ տարածքում ոչ մի ուրիշ մեքենա չի եղել։ Ոչ մեկին չեք տեսել ու ոչ մեկը չի կանգնել օգնություն ցույց տալու նպատակով, հա։ Չէ, իրականում այնքան անհասկանալի իրավիճակ էր։ Մոտեց աղջկան, ասաց, որ կրակել են։ Լիզա, Հա, տենց ա եղել։ Հանգստացար։ Ինչ էիր այդքան իրար խառնվել։ Ով դե ամեն օր ոստիկանությունում ցուցմունք չեմ տալիս, չէ։ Լարված էի։ Հա լավ, դե պապան էլ մի երկու հարց էր տալիս, դու էլ պիտի պատասխանեիր, էլի։ Հենց էր քեզ բանում մարդին ջասես մտածում էր։ Օրինակ, ինչ։ Դե խառը բան էր, հնարավոր ու անհնար ամեն ինչ։ Լիզ, դու քեզ տարօրինակ ես պահում, դրա համար էլ ես կասկածում եմ։ Ասում ես սոված ես, չէ։ Հա, բայց մաշին մենակ ենք թողել։ Հա, ոչինչ, ես հետը պայմանավորվել եմ։ Հաց կուտես կգնանք։ Ուղղակի մութը կընկնի, պետք է այսօր հասցնենք տեղափոխվել։ Երևի մեր հանդիպումը քո համար այդքան է հաճելի չի, բայց պիտի խոսենք։ Բա ինչ ես եկել, ում ես մանգալիս տեղ, կամ ով ա կանչել, կամ ում մոտ ես եկել։ Քո հետևից եմ եկել, Արսեն։ Հետևում էի քեզ, հետո չհասկացա ուր ես գնում, հետո սպասեցի, որ մի տեղ լինի երկուսով լինենք։ Մենք շատ երկար ժամանակ չենք խոսել։ Քո համար երևի հեշտ է, եթե այսքան ժամանակ ոչ մի քայլ չես արել հաշտվելու համար։ Մեկ հատ չհավատացի, թե ինչ ես ասում, ու չեմ հասկանում քեզ։ Բայց տեղ ես ամայի տեղով, հեն ինչի համար պիտի գայի, կամ ինչի սենց խառնվել իրար, ինչ կա ստեղ, ինչ որ բան կա։ Ես երբեք չեմ հասկացել, թե դու երբ ես խաբում ու երբ ես ճիշտ ես խոսում։ Ոնց որ հավես չունեմ մի շարունակի։ Իմ վերաբերմունքը քո հանդեպ չի փոխվել։ Ոնց որ խոսալու ցանկությունը չկա։ Լարիսի մասին էի ուզում խոսել։ Այդ մտքերը ինձ հանգիստ չեն թողնում։ Ու արդեն սկսել եմ քո համար անհանգստանալ։ Լարիսը ինձ մոտ էր եկել։ Ասում էր, որ ուզում ա Վիգենին խնդրել, որ օգնի քեզ, բայց վախենում ա, որովհետև մտածում ա, որ Վիգենը քեզ կբռնի։ Ու բոլորս էլ գիտենք, որ Վիգենը ազնիվ ա իրագործում։ Ու Սարիկի անունն էլ էր տալիս։ Էլ ինչ ասել Լարիսը քեզ։ Խոսա, Ագնես, ինչ ասել։ Երեկվանից անհանգստությունից տեղս չէի գտնում։ Ախորժակ չունեի։ Հիմա արդեն սոված եմ։ Հուսամ էլ ոստիկանություն գալու կարիք չի լինի։ Երևի չէ, բայց որ լինի էլ դու դրանից մի նեղվի։ Անմիջապես քո վրա են կրակել ու նորմալ է, որ ամենաշատը քեզ կարան հարցաքննեն։ Հով ինձ չեն կրակել, ուղղակի միամիտ ինձ ա կպել։ Լավ, արի այդ թեման փակենք, մանավանդ որ դրանից դու շատ լարվում ես։
Դու որոշի ինչ ես ուտելու, ես մի քանի րոպեից կգամ, լավ։ Հարմար չի խոսել, մի զանգի։ Գոնե ասա տեսնեմ ամեն ինչ նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է, չգիտես։ Հələ մի քիչ աճ նայ։ Ինչ։ Էդ ում հետ էիր խոսում։ Մաշներ։ Հարցնում էր այդ հարցաքննությունը ոստիկանությունը ոնց անցավ։ Վայ, երբ հավերջանալու ես ամեն ինչ, էլ չեմ դիմանում։ Հով Արիգին անկելի հետ ախորժակ չունեմ։ Չհասկացա, նոր ասում էիր, որ սոված ես։ Հիմա ինչ եղավ հանկարծ, որ ախորժակդ կորավ։ Լիզա, կարաս հանգստանաս, հասկացանք ամեն ինչ վերջացել է։ Լիզ, ամեն ինչ նորմալ է, հանգստացի։ Հիմա հաց կուտենք, մի քիչ կքայլենք, հետո կտանեմ քեզ տուն, լավ։ Կուզես ես որոշեմ ինչ ուտենք։ Մենակ չենք հով։ Հա, ում ինչ գործն է, Լիզա։ Լավ, էլի խնդրում եմ։ Լավ։ Որոշի ինչ ենք ուտելու։ Հով մի քիչ լավ չեմ զգում, Արիգին անկելի։ Լուրջ եմ ասում, քեզնից գլուխ չեմ հանում։ Հետո էլ ասում ես կասկածում ես անում են, ես անում, չես վստահում։ Հաց կուտենք, նոր կգնանք, ու այս թեման էլ չի քննարկվում։